Ողջույն 24-ի եթերում հետագիծն ես Նարեկ Գալստյան, այս բան ես հյուրում կալել եմ քաղաքագետ դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցին, պարոն Սուրենյանց ողջունում եմ։ Եվ շատ շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Պարոն Սուրենյանց, մեր հաղորդումը սկսելուց ժամեր առաջ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հերթական հայտարարություններով, այս անգամ համատանգային միջավայրին վերաբերող մի խորհրդաժողովի ժամանակ, որտեղ ասաց հետևյալը, որ ոչինչ թող ինձ դավաճան ասեն, բայց մենք կարողացել ենք ապահովել Հայաստան պետության հարատևությունը եւ շարունակելով նշեց, որ այդ ամեն ինչը հնարավոր է եղել, որդեգրելով լեգիտիմությունը իբրև հիմնական քաղաքական ռազմավարություն։ Ինչ է նշանակում լեգիտիմություն իբրև հիմնական քաղաքական ռազմավարություն, դա նշանակում է այսպես կոչված Ալմատի հրճակագրով Հայաստանի տարածք, որը եւ Արցախից հրաժարում կամ Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում ու տպավորությունը իր ամբողջ ելույթի, որը միակը չէր այս ընթացքում իրականում, այսինքն մենք վերջի 3-4 տարվա ընթացքում այդ ելույթների պես այդ բովանդակությամբ ելույթներ լսել ենք, նա էր, որ Արցախի շուրջ կամ Արցախի մասով Հայաստանի ռազմավարության իրականացումը Արցախը պահանջելու հարցում բերելու էր Հայաստան պետականության կործանմանը։ Խնդրեի ձեր մեկնաբանությունը այս հարցով։ Ուրեմն տարօրինակաբար Նիկոլ Փաշինյանը լեգիտիմությունից անվտանգային համակարգում կամ արտաքին հարաբերություններում խոսում է այն ժամանակ, երբ որ ամբողջ աշխարհում միջազգային իրավունքի տոտալ ճգնաժամ է։ Իսկ այդ բաղադրիչը ընդհանրապես գոյություն չունի։ Մեծերի մոտ գոյություն չունի, պարոն Սուրենյան։ Մեծերի մոտ գոյություն չունի, բայց մեծերն են թելադրում համատեքստ, փոքր պետություններից որևէ մեկը երբեք չի կարող միջազգային օրակարգ թելադրել։ Հետո մեծը հարաբերական է, նույն ձևի ստատուս քվոյի փոփոխությունից հետո 44 օրյա պատերազմի Ադրբեջանը այնքան մեծ է իրեն համարում ռեգիոնալ մասշտաբով, որ միաժամանակ հանդգնում է մարտահրավեր նետել Իրանին, Ռուսաստանի Դաշնությանը, Սմատրիաշիի կարգավիճակում է իրեն դիտում Հարավային Կովկասում եւ այլն, այսինքն որևէ խաղի կանոն այն երկրի հետ, որ ինքը պատրաստվում է հաստատել, բացահայտորեն ասում է, որ ես որևէ խաղի կանոն չեմ ճանաչում։ Սա մեկ, երկրորդը տարօրինակ է, որ Ալմատայի հռչակագիրը Նիկոլ Փաշինյանը հիշում է արդեն նույնիսկ հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսելիս, երբ պիտի այդ մարդուն հիշեցնենք, որ Ալմատայի հռչակագիրը առնվազն Թուրքիայի վրա չի տարածվում եւ Թուրքիան բացարձակ այլ կատեգորիաներով է առաջնորդվում։ Ինչի Ռուսաստանի վրա տարածվում է։ Որևէ մեկի վրա չի տարածվում։ Ընդհանրապես 44 օրյա պատերազմից, ուկրաինական պատերազմից հետո Ալմատի հռչակագրի մասին խոսելը այդ նշանակում է մի կողմից կոմֆորտ ճակերտավոր տեղավորվել հակառուսական ճամբարում։ Այդ Ալմատին հիշենք, չէ, Նիկոլ Փաշինյանին որտեղից հուշեցին Բրյուսելից, երբ որ Միշելը Եվրախորհրդի նախագահ էր, իսկ այդ Ալմատի հռչակագիրը ինչքան էլ տարօրինակ է, ռուսական պրոդուկտ լինելով հանդերձ, զենք դարձավ Նիկոլ Փաշինյանի ձեռքին պայմանական ասենք Բրյուսելի պասով։ Այո, Պրահայում այս դրա վրա ունեցավ ռուս-ուկրաինական պատերազմից հետո դա Հայաստանի ստրատեգիական կողմնորոշման փոփոխության կոդերից մեկն է այդ Ալմատի։ Հա, որովհետև եթե Ալմատի հռչակագրով ենք առաջնորդվում, ապա Ղրիմը Ուկրաինա է, Դոնբասը Ուկրաինա է եւ այդպես շարունակ։ Պիտի ընդհանրապես տեղի չունենա ռուս-ուկրաինական պատերազմը, դրանից առաջ ռուս-վրացական պատերազմը պիտի տեղի չունենար եւ այսպես եթե ընդհանրապես շատ խորանանք Ալմատի հռչակագրի մասին շատ ենք խոսել, իրատակ քարտեզային նկարագիր էլ չկա։ Ինքը ընդհանրապես միջայլոցի տարբերություն շատերի, որոնք Ալմատի հռչակագիր բառակապակցությունը հիմա են լսել, ես այդ մասին լսել եմ 96 թվականին, որովհետև կուրսային աշխատանքից թեման ա եղել։ Կա դուք եք փոխանցել Նիկոլ Փաշինյանին։ Չէ, ու ընդհանրապես այն ժամանակ, չէ, ընդհակառակը դա մատուցվել է ինձ իմ դասախոսների կողմից, որպես չէ, շատ սիմվոլիկ փաստաթուղթ, որը Խորհրդային Միության ապա արձանն է արձանագրել, եւ դրանից ավել այդ փաստաթուղթը նշանակություն չունի, օրինակ Ղրղստանն ու Տաջիկստանը, որ կոնֆլիկտ ունեն, եւ հիմա դելիմիտացիա դեմարկացիայի փուլում են, ես հատուկ ուսումնասիրել եմ իրենց արձանագրությունների հիմքում Ալմատի հռչակագրի որևէ հղում չկա։ Բա ոնց է որոշում սահմանը։ Որոշում են քարտեզներով, ոնց որ նորմալ պետությունները որոշում են։ Հայ-վրացական դելիմիտացիա դեմարկացիա հիմքում էլ Ալմատի հռչակագիր չկա իդեպ։
Այսինքն էլի գլխավոր շտաբի Հա, քարտեզներ։ էլի շուտ քարտեզներ կան կոնկրետ, որոնց հիման վրա որոշվում է։ Համենայնպես, պարոն Նիկոլ Փաշինյանի ելույթի հիմնական թեզը այնա, որ ինքը հիմա փորձում է հիմքեր ստեղծել Հայաստանի այսպես կոչված արտաբլոկայնության համար։ Եթե ուշադիր եղաք, իր ելույթի հիմնական շեշտը, որ այն ամտանգային միջավայրը, որտեղ մենք գտնվել ենք, իրեն չի արդարացրել։ Իհարկե բազմաթիվ անհեթեթ ձևակերպումներ էր բերում։ Օրինակ, ընդհակառակը շատ լավ է, որ ՀԱՊԿ-ն Ադրբեջանի հետ նորմալ հարաբերություններ ա եղել, որտեղ այդ դեպքում ինքը ավելի շատ կարող էր իր աշխատել, օրինակ քո անվտանգությունը։ ՀԱՊԿ-ի խնդիրը այլ բանի մեջ է։ Ինքը ոչ կենսունակ կառույց է եղել միշտ, բայց մենք երբ ենք ՀԱՊԿ-ին դիտարկել են տրամաբանությամբ, որ ղղզները կամ տաջիկները գալու են Հայաստանի սահմանները։ Երեք նախագահների համար նախքին եղել է շատ པարզ խոսենք, քանի որ լիքը բաներ խորհրդապահությունը կորցրել են, հիմա ավելի բաց կարող ենք լիքը բաների մասին խոսել, դա եղել է էժան կամ ռուսական գներով զենք ձեռք բերելու, սպառազինություն ձեռք բերելու հարթակներից կամ միջոցներից մեկ։ Հիմա Հայաստանը այն սուբյեկտությունը չունի, որ ինքնուրույն որոշի որևէ բլոկում լինել, թե չէ։ Ավելի ստույգ պետքա որևէ բլոկում լինի, որտեղ միջազգային հարաբերությունները հիմնվում են անվտանգային եւ նյութական շահերի վրա։ Այսինքն դու առանց անվտանգային որևէ համակարգում լինելու չես կարող երաշխավորել ուղղակի քո անվտանգությունը։ Դա միֆ է, որտեղ ուժային այնպիսի դիսբալանս ունես քո հարևանների հետ, որոնք իդեպ հակառակորդ են կամ թշնամի, եթե նույնիսկ նրանց հետ հարաբերությունները հաստատես, որ ուղղակի քեզ կկլանեն։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի առաջարկած բանաձևը հարևանների հետ բարեդրացություն, որի դեմ որևէ մեկը ոչինչ չունի, եւ այդ հնարավոր լեգիտիմությունը ըստ էության նշանակում է, որ անվտանգային որևէ զոնտիկից ձերբազատված դու ընդունելու ես ադրբեջանա-թուրքական վասալիտետի բոլոր պայմանները, դառնաս ադրբեջանական ենթապետություն եւ այդ գնով երաշխավորես կայունություն։ Ինք ուրիշ տրամաբանություն ասում, ոսպե թե դու չունես որևիցե հարց քո հարևանների հետ, ու դա է քո հիմնական անվտանգությունը։ Արդյոք մենք հարց չունենք։ Ըստ Փաշինյանի ոչ։ Դե տեսեք, եթե խաղաղության ռեժիմը նույնական է նրա հետ, որ դու պատանտներ ունես հարևան երկրում, լավ չսրենք խոսակցությունը։ Եթե դու հարևան երկիր հետ օկուպացրած է պահում քո տարածքներ, եթե խաղաղության ռեժիմն է, որ քեզ պարտադրում են սահմանադրություն փոխել, դա կներեք, դա կոչված սողացող կապիտուլյացիա քաղաքագիտության մեջ կամ խաղաղության պարտադրում, որը արդեն խաղաղության հետ որևէ աղերս չունի։ Բայց նույնիսկ այս պարագայում խնդիր ունես, օրինակ որպեսզի ՔԼՉ-ն սիրաշահես կամ Թուրքիային, դու բան ես անում, իր այցի նախորդող կառավարության նիստում շատ արագ չզեկուցվող հարցերի մեջ սահմանանշումից անում ես օրինակ Արարատ լեռան, որպեսզի ՔԼՉ-ի պանձնագրի մեջ Արարատ խփված չլինի։ Չէ, ինքնան էսպես թե այնպես խփվելու է, որտեղ մինչև նոյեմբերի 1-ն է եկե, նոյեմբերի 1-ից այդ Կաղանթարապես չեն խփում։ Կաղանթարապես չեն խփում, մենք չգիտենք այնտեղ դիվանագիտական անձնագրերով ոնց են կարգավորվում, բայց ակնհայտորեն դա արվել է իրան սիրաշահելու նպատակով, այսինքն Նիկոլ Փաշինյանը մի հատ ինչ ասեմ, պրիմիտիվ ընկալում ունի։ Իրան թվում է, որ եթե դու արժանապատվությունից կամ քո ինքնությունից բխող ինչ-որ բաներից հրաժարվես, դա ավտոմատ բերելու է նրան, որ հակառակորդ երկիրը հրաժարվի քո նկատմամբ ինչ-որ պահանջից։ Այդ առանց բայցի խաղաղության կոնցեպտն է, որը բազմաթիվ երկրների հասցրել է կատաստրոֆիկ վատ հետևանքների, որովհետև դիմացինը զգում է, որ դու ինչ-որ բանի նպատակով Նիկոլ Փաշինյանի պարագայում դեր քաղաքական ինչ-որ դիվիդենդների համար պատրաստ ես ամեն ինչի։ Այդ թղթի կտորը ստանալու համար։ Ինքը օգտագործում է քո այդ խոցելիությունը եւ Հայաստանի դնում է այն վիճակի մեջ, որ հիմա դրել է։ Թվում էր իրան, որ Ղարաբաղ բաց էին ասում այդ մասին, ասում էին հո հանուն Արցախի Զանգեզուրի չենք զոհաբերելու։ Ես շատ լավ հիշում եմ Գագիկ Մելքոնյանը նույնիսկ այս տաղավարում ասում։ Այդ Քպեական։ Այո, այո։ Այսինքն իրաց թվում էր, որ օրինակ եթե Պրագա վազեն առանց նախապայմանների ունիտար Ադրբեջանի մաս ճանաչեն Ղարաբաղը, դա հիմք կլինի, որ միջազգային հանրությունը մեզ օգնի, որ Զանգեզուրի Միջանցքի խնդրից ազատվենք։ Իրանք չեն էլ հասկացել, որ եթե Ղարաբաղը լրիվ զոհաբերում ես, հայ-ադրբեջանական հակամարտության վերջակետը չես դնում։
Ուղղակի հայ-ադրբեջանական Տեղափոխում ես հակամարտության թեման դառնում է Զանգեզուրը կամ Սյունիքը։ Երկուսն էլ իդեպ հայկական բառեր են, կոմպլեքս չկա դա օգտագործելու։ Այսինքն սա շատ པարզ բան, ընդհակառակը դու քո հաղթաթուղթը զիջում ես առանց որևէ նախապայմանի։ Ու Նիկոլ Փաշինյանը մի հարց էլ չի կարողանում պատասխանել։ Լավ, ինչի մասին ինքը խոսում էր։ Շատ իդեալական պատկեր կլիներ։ Նույնիսկ կարելի էր զինված ուժեր ունենալու մասին չմտածել այդ դեպքում, եթե քո հարևանները adekvat վերաբերմունք ունենային քո նկատմամբ։ Եթե քո հարևանները խնդիր չդնեին քո ազգային պետական կազմավորումը այն կարգի խեղելու, որ դու նույնիսկ սովետական Հայաստանի կարգավիճակին ելնեք գտաս։ Խնդիրը սրա մեջ է, ինքը ամեն ինչ շատ միջազգային հարաբերություններում իդեալականության հիմքով պլանավորում չեն անում։ Օրինակ, տեսեք, այս հարցում շատ կարևոր բան կա։ Մենք որ դժգոհում ենք ռուսներից որպես դաշնակից կամ ՀԱՊԿ-ից որպես դաշնակցային կառույց, ինչի հետ ենք դա համեմատում։ Իդեալական մի հատ անվտանգային համակարգի, որը գոյություն չունի, թե դրա բացակայության ընդհանրապես։ Մենք պարտավոր ենք համեմատության մեջ դնել ինչ կլինի Հայաստանի հետ, եթե օրինակ չլինի հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների համակարգը։ Ոչ թե պատրանքներով ապրենք, որ ինչ-որ Ֆրանսիա կամ ինչ-որ Միացյալ Նահանգներ մեզ աջակցելու են, որովհետև օրինակ շատ իմաստուն մի մարդ առաջին նախագահ, երբ որ թվարկել էր մեր հուսալի գործընկերների ցանկը, ամենևին էլ արևմտյան պետությունները առաջին տեղում չէին այդ ցանկում։ Դա այդտեղ Ֆրանսիան էր, Միացյալ Նահանգների մասը չկա։ Բայց Ֆրանսիան, Հունաստանը ինքնին հասկանալի է, որ քաղաքակրթական առումով էին այդտեղ նշված, որևէ մեկը դա չի էլ վիճարկում, որ քաղաքակրթական առումով, պատմական տրադիցիայի առումով այդ երկու ժողովուրդների հետ մենք ունենք առանձնաշնորհյալ հարաբերություններ, ինչպես դա պատմությունից եկած բան է, որում էս իշխանությունը առանձնապես դա զարգացնելու ուղղությամբ հատկապես Հունաստանի հետ մեծ ջանքեր չի էլ թափել։ Այսինքն դու պիտի լինես դուրս գաս իրողություններից։ Հիմա Նիկոլ Փաշինյանի ամբողջ այս ելույթների շարքը, որ հատկապես օգոստոսի 23-ից է սկսվել ակրահարճակ ուղերձից, բերելու է նրան, որ հասունացնելու է միջև ընտրություն հապկից Հայաստանի հնարավոր դուրս գալու բանը, այդ քայլը, դա վաճառվելու է բնականաբար ժողովրդի վրա որպես ինքնիշխանության դրսևորում, բայց դա զուգակցենք այն քայլերով, որ ինքը Թուրքիայի եւ Ադրբեջանի ուղղությամբ բանում, պատկերը պարզ է դառնում։ Այսինքն մենք ռուսական ազդեցությունը, որտեղ ես նույնիսկ վասալիտետ բառը տեղ չի ասի, չի օգտագործի։ Բայց մենք երբ ենք ռուսական վասալիտետ։ Հենց այդ է, ես երբեք ռուսական օկուպացիա ու ռուսական վասալիտետ տերմինները չեմ ընդունում։ Կարող ենք շատ մեծ վերապահումով սովետիզացիա բառը օգտագործել օրինակ, որը իրական բնորոշումն է, որովհետև եթե 1828-ից մինչև մեր օրերը դիտարկենք Հայաստանի զարգացման դինամիկան, տեմպերը, ազգային բաղադրիչի արկայությունը այդ ամեն ինչում ու սուբյեկտության, կպարզվի, որ այդ այսպես կոչված օկուպացիան մեր ազգային պետական նախագծի հիմք է գուցե նաև հանդիսացել։ Չեմ ուզում պատմական զուգահեռների մեջ խորանալ, բայց վրա ինչ հարցակումներ ալնելու։ Չէ, հիմա հարցակվեն կամ չհարցակվեն, պարոն Սուրինյաց, բոլոր հարցակողներին պետք է հիշեցնել, որ մինչև 1813 թվականի եւ 1828 թվականի պայմանագրերը եւ այնուհետեւ դրան հաջորդող դեպի Հայաստան վերադարձը Պարսկաստանից եւ այնուհետեւ դայև Օսմանյան կայսրության ժամանակից տարածքից գործող արևելյան Հայաստանում Հայաստանի բնակչության թվականակը շատ ավելի քիչ էր, քան մուսուլմանական տարերը, որը Շահաբասի այսպես մեծ գաղթի բռնագաղթի կազմակերպան հետևանքներ։ Այսինքն այստեղ կարիք չկա վիճել։ Առանձնապես չկա։ Հիմա իմ կարծիքով նախապատրաստվում է ռուսական ազդեցությունից մեր վերածվելը ադրբեջանական ենթապետության։ Այսինքն առաջին մասը Նիկոլ Փաշինյանը ասում է խրող դա ներկայացնում է որպես ինքնիշխանականություն, բայց երկրորդ մասը բնականաբար, որը բավականին տխուր հետևանքների հանգեցնող բան է, Նիկոլ Փաշինյանը բնականաբար չի ասում։ Ընդհանրապես Նիկոլ Փաշինյանի ելույթների սնանկությունը, որպեսզի հիմնավորենք, պետք է լսենք Բաքվում կամ Անկարայում ինչ են խոսում։
Որում Անկարայում շատ ավելի այսպես դիվանագիտական են խոսում իհարկե իրենց պահանջներ հստակ առաջ բերելով Ադրբեջանում Հա, բայց եկեք Ալիևի ռետորաբանությունը չի փոխվել ոչ մի իսկապես բավականին կոռեկտ իրեն պահող եւ բավականին դիվանագիտական ձևակերպումներ ունեցող քլչ անգամ, որ իսկապես իրան ոչ մի էպատաժային հայտարարություն թույլ չի տվել, իգդիրում ես նրա ելույթը կարդացել եմ Երևան գալու ճանապարհը։ Իգդիրում նա որևէ անգամ խոսույթի մեջ թույլ չի տվել մի արտահայտություն, որը Բաքվի օրակարգին հակոտնյա է։ Զանգեզուրի ուղի, Զանգեզուրի միջանցք, այսինքն նույնիսկ ձևականորեն իրենց դաշնակցի մոգոնած Միացյալ Նահանգների մոգոնած տերմինը թրիպը նա չի օգտագործել։ Ամեն դեպքում նույնիսկ ամենակառուցողական, ասենք տրամադրված Սպիտակ վերնաշապի գործիչներից մեկը, որը Արեմեցյան արտաքինն էլ ունի իրենց հակու կապել, տերմինաբանությունն էլ ամեն ինչ։ Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպանն ա եղել, պատկերացնում եք, չէ՞, ինչ դիվանագետ։ Այո, բայց նա նույնիսկ դա շատ զգուշ, բայց թուրանական աշխարհի կոնսոլիդացիայի մասին էր խոսում Իգդիրում, խոսում էր գեոքաղաքական պրոյեկտի նշանակության մասին, եւ բացի այդ նայենք կիրառական քայլին։ Այսինքն նույնիսկ թրիփը, որը հետո շանս ուներ օրինակ Հայաստանից մեծացնել Թուրքիայի կախվածությունը տեսականորեն, նույնիսկ դա տեղի չունեցավ, որովհետև տեսեք, անմիջապես թրիփի գործարկմանը զուգահեռ թուրքերը հայտարարեցին Կարս-Իգդիր Նախիջևան երկաթուղու կառուցման մասին, սա նշանակում ընդհանրապես Հայաստանը անտեսել, իսկ Հայաստանից իրենց պետք է այդ 42-43 կիլոմետրը։ Ամերիկայի Միացյալ Նահանգները որևէ արձագանք արել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի փոխնախագահի սկանդալային հայտարարությանը, որ այդ ճանապարհը պետք է իրականում Ալիևի անունով լինի, իհարկե ոչ։ Չէ, ես անձամբ գոնե չեմ տեսել մամուլը։ Հա, որովհետև բոլորս ենք չի հասկանում, որ մի քանի տարի հետո Սահմանադրության օրենքի բնության ուժով Թրամփը հրաժեշտ է տալու Սպիտակ տանը ու Միացյալ Նահանգներում էլ շատ-շատերը խանդավառված չեն լինելու, որ այդ ճանապարհը կոչվի Թրամփի անունով։ Դե եթե դեմոկրատական վարչակազմ կա, հաստատ շարժ։ Ու հանրապետականներն էլ մի որոշ մաս, նեոկոնները հատկապես շատ խանդավառված չեն Թրամփի անունով կամ հեղինակությամբ։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանի տեսական ելույթները իրականության հետ որևէ առնչություն չունեն։ Այսինքն խոսում է իրական Հայաստանից, բայց անիրական պատրանքային ելույթներն է ունենում։ Ես շատ կուզեի, որ մենք անվտանգային միջավայրում լինենք։ Դե տեսեք ինչ ասաց, ասում է պարոն Սոնյանց, ասում է մեր անվտանգությունն եւ անկախությունը մենք դարձրել ենք հետեւյալը։ Հիմա առաջին հայացքից կարող ենք վերլուծել խոսել եւ այլն, բայց իր ասածները լայն մասաներին, եթե սովետական այդ տերմինոլոգիան օգտագործելով խոսենք, բավական հասանելի են։ Ինչ է ասում։ Ասում է մենք մինչև 2022 թվականը կախված ենք եղել մեկ կամ մի քանի անվտանգային այսպես գործոններից, որոնք քիչ են եղել, որոնք ցույց են տվել իրենց սնանկությունը, կամ մենք չենք տեսել, որ իրենք ի սկզբանե սնանկ են եղել, դրանից հետո մենք որոշել ենք քիչ կախվածությունը դա վերածել շատ կախվածության, որովհետև երբ որ դու ինչ-որ շատ աղբյուրներ, ուղիներ, շատ կախվածություններ ունես, ապա դա իրեն բերելու իր բալանսավորմանը, մյուսին եւ այլն եւ այլն։ Այսինքն եթե ավելի հայերեն լեզվով ասենք հապկը չի աշխատել, Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունները զբոյ են տվել, Ադրբեջանը մեր վրա հարձակվել է, հապկը ոչ մի բան չի արել դրա արդյունքում, մենք էլ դրա համար հիմա գնում ենք այդ դիվերսիֆիկացիայի ճանապարհով ու ասել ենք դրան։ Հայկական Արցախով Քեզ անվտանգության երաշխիքներ համաձայնել է տալ միայն մեկ երկիր աշխարհում՝ Ռուսաստան։ Այդ հայկական դիվանագիտության շնորհքը չի, որ հիմա բազմաթիվ կենտրոններ քեզ պարազենություն են ուզում վաճառել, այդ Արցախի գոյություն չունենալու հետևանքն է։ Այսինքն, երբ որ կար Արցախ հայկական, շվեդները չէին ուզում մեզ։ Ոչ մի արևմտյան երկիր չնչին բացառություններով իհարկե, քեզ Քո այդ ռազմատեխնիկական լուրջ համագործակցություն չէին ուզում, որովհետև պատասխանատվություն էին կրելու այն ստատուս քվոյի համար, որ կար։ Մենք չէին ուզում անեն, դա Ռուսաստան, բացի Ռուսաստանից չէին անում։ Բայց նույնիսկ Արցախի կորստից հետո Նիկոլ Փաշինյանը կեղծում է։ Իրականում ռազմատեխնիկական համագործակցությունը, որն իր նախկին 3 նախագահների օրոքել
էլի դիվերսիֆիկացիայի տարեր ունեցել է, ամենևին անվտանգության երաշխիքներ տրամադրել չի։ Այսօր էլ բացի Ռուսաստանից, մասամբ նաև Իրանից, բայց նա մի քիչ ավելի լոկալ դրսևորում ունի, եւ բացի այդ առանց Ռուսաստանի դա հնարավոր չի պատկերացնել, բացի Ռուսաստանից այսօր էլ քեզ որևէ մեկը անվտանգության երաշխիքներ պատրաստ չի տալ։ Որևէ մեկը, նույնիսկ առանց Արցախի։ Այսինքն կա արևմտյան որևէ երկիր, ես շատ կուզենամ նման երկիր լինի։ Ռուսաստանը պատրաստ է եւ տալիս է Անվտանգության երաշխիքներ, իսկ դուք էլի հիմա դուք էլ ձեր հարցով անկատար անվտանգության համակարգը իդեալական անվտանգության համակարգի հետ համեմատեցիք։ Ես ձեզ կառաջարկեմ այլ համեմատություն անենք։ Իսկ եթե Ռուսաստանի այս նվազագույն անվտանգային ներկայությունն էլ չլինի, բազային տեսքովի նկատի։ բազանա ընդհանրապես այդ իր դրոշի արկայությունը, լավ, այսպես ասենք, ավելի պայմանական։ Արդյոք ավելի վատթար չի լինի Հայաստանի անվտանգային միջավայրը։ Դե պարոն Սոնյանց, ինչ է ասում Փաշինյանը կամ ինչի է վերում։ Հիմա աշուտ իրենք ասում են, որ ռազմաբազայի դուրս բերել չի քննարկում, իսկ չի քննարկում այս պահին դեռևս, ընդ որում միշտ շեշտում են այս պահին բառակապակցությունը, բայց եթե Թուրքիայից սահմանը բացվում է, եթե Ադրբեջանից սահմանը բացվում է, ապա Փաշինյանը շատ հանգիստ կարող է ասել, մենք ռուսական ռազմաբազան Հայաստանում պահում ենք այն տրամաբանությամբ, որ կար թուրքական վտանգ։ Այսօր մենք Թուրքիայի ստեղծել ենք, հաստատել ենք դիվանագիտական հարաբերություններ, բացում ենք դեսպանություններ, բացվել են սահմանը, ռուսական ռազմաբազայի առկայությունը այլևս կարող է ագրեսիայի նշան լինել։ Տեսեք, ընդհանրապես Բայց ասելու է, չէ՞, համաձայն եք։ միջազգային հարաբերությունները եթերների վրա չեն կառուցում։ Մենք ունենք փաստ։ Քլեչի այցից հետո ունենք Ֆիդանի շատ հստակ հայտարարություն։ 26 թվականին ստորագրվելու մասին։ Այդ շատ լավատեսական նոտա է 26 թիվը, այդտեղ բանալին այդ չէր։ Այդտեղ բանալին էր, որ Անկարան չի գնա Հայաստանի հետ որևէ էական առաջընթացի Հայաստանի հետ հարաբերություն, քանի դեռ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորված չեն։ Դրա հետ միասին անցած շաբաթ ունենք շատ վտանգավոր հայտարարություն, որ հնչել է Բաքվում, բայց ոչ ադրբեջանցի պաշտոնյայի շուրթերով, Բաքվում էր գտնվում Միացյալ Նահանգների տնտեսական ֆինանսավորման կորպորացիայի ղեկավարը, գործակալության պետական, կարծեմ ազգանունը Անյել, որը երկու շատ վտանգավոր հայտարարություն է արել Հայաստանի համար։ Առաջինը նա հայտարարել է, որ թրիփը խաղաղության պայմանագրի բաղադրիչ է։ Այնինչ երկու առանձին թփաստերի մասին Չէ, դա ուրիշ բան է նշանակում։ Դա նշանակում է խաղաղության ճանապարհին ական դնել, որովհետև թրիփը ինքը եթե օրինակ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի դիտարկումներով չհարստացնենք դա, հա, որ ըստ էության առաջարկում է թրիփ գումարած BRICS բանաձևը, եթե թրիփը այս տեսքով ինչ որ կա, դա աշխարհաքաղաքական կոնֆլիկտի ական ունեցող պրոյեկտ է։ Այսինքն ինքը չի կարող խաղաղություն երաշխավորել, ինքը ճիշտ հակառակը, ինքը կարող է աշխարհաքաղաքական բախում առաջացնել։ Որտեղ բավարարված չեն այլ կատարողների շահերը, այլ ակտորների։ 4 երկրի շահեր տրորվում են 4 գերտերությունների երկրների չէ։ Ռուսաստան, Իրան, Հնդկաստան, Չինաստան։ Նու Ռուսաստանն ու Իրանը տեսանելի են, Հնդկաստանն ու Չինաստանը դրա հնարավոր գործնականացման ընթացքում կպարզվի։ Հիմա եւ երկրորդ հայտարարությունը նա ասում է, որ թրիփի գլխավոր նպատակը Ադրբեջանի ցրված տարածքների միավորումն է։ Այսինքն սա նշանակում է առաջի հայտարարությունը եւ երկրորդը, եթե ընդհանուր համախմբումով ենք նայում, խաղաղության պայմանագիրը Վաշինգտոնից հետո ավելի հեռացել է։ Իսկն Ադրբեջանը չունի որևէ մոտիվացիա դա արագացնելու։ Այդ նշանակում է Նիկոլ Փաշինյանի շատ գեղեցիկ ելույթները բարի դրացույցյա։ Խաղաղություն հաստատվել է։ Խաղաղություն հաստատվել, ասենք երազանքել չեն։ Սրանք մեկ մարդու ցանկություններ են, որն ի դեպ իր հակու կապը ընդհանրապես նկատել եմ սովետական շրջանի ղեկավարներին է նմանացնում, օրինակ մի ժամանակ Խրուշչովի գլխարկաբանը հեղափոխական ռետորաբանության ժամանակ Լենինի կեպիներ հիշե, հիմա բանը Խրուշչովի ոչի մեջ է մտե, ծնալ է, էլի, այսինքն ինքն էլ Օտիպիլ։ Այո, այդ բանը կերպարների մեջ է մտել։ Գիտեք, այդ շատ լավ է, որ ինքը տենց իդեալական պատկերացումներ ունի։
Բայց ես ուզում եմ ասել, որ հետադիմական հոսանքներն էլ են իդեալիզմից ծնվել։ Օրինակ, ռեակցիոն ռոմանտիզմի դրսևորում էր ֆաշիզմը, չէ՞, նացիզմը։ Ֆրանսիայում ստեղծված Հա, հիմա իրրացիոնալ խաղաղասիրությունը ծնում է կապիտուլյացիա, չի ծնում խաղաղություն։ Ինչքան էլ որ իր պատկերացումները իդեալական են։ Անվտանգային համակարգը, միջազգային հարաբերությունները նյութական կատեգորիաների վրա են կառուցված։ Անվտանգային շահեր, նյութական շահեր։ Ինքը այդ երկուսի համադրումը չի կարողանում հիմնավորել։ Գեղեցիկ, գիտեք, ես մինգեր ունեմ, անդադ իշքան հանդիպում է ինձ, միշտ նույն պատկեն թևի տակ, ինքը Ամերիկայի Միացյալ Նահանգների տեսքով այդ մարդը տենց ուտոպիստական հայացք ունի, որ ամբողջ աշխարհը Միացյալ Նահանգների կարող է վերածվել այդ օրինակով։ Բայց երբ որ խոսում ես, ընդհանրապես երազելը հակացուցված չի որևէ մեկին, բայց դա փորձանք է դառնում, եթե տես պատրանքա ցնորամտային մարդը, ընդ որում ակնհայտ կապիտուլյանտիստական հակվածություններ ունեցող մարդը իշխանության ղեկին է հայտնվում։ Պարոն Սոնյանց, բայց այնուամենայնիվ այս ամեն ինչ որ դուք ասում եք, ինքը ընդունեք եւ համաձայնեք, որ բավական փոքր հասարակության հատվածի համար է հասու, հասանելի եւ քննարկման առարկա։ Մնացած մասի համար Փաշինյանը տալիս է բավական պարզ բանաձևեր, հասկանում եք, 26 թվականին ես ընտրվում եմ, կնքում ենք խաղաղության պայմանագիր, սահմանները բացում ենք, Սյունիքում ներդրումներ են արվելու, միջազգային ճանապարհ է գալիս, ամերիկացիները գալիս են Սյունիք, թուրքերի հետ սահմանը բացում ենք, Ղարսում խորովածը ուտում ենք, առևտուրը կազմակերպում ենք եւ այլն եւ այլն։ Այսինքն ինքը տալիս է առարկայական վաղվա մասին պատկեր, որը հասարակության 20 թվականից հետո կերած հարվածներից, այդ զոհերից ու ողբերգություններից հետո որոշակի դրական ապագայի մասին տեսլական է, հասկանում եք, ու հակառակը որպես այդպեսին շուկայում, քաղաքական շուկայում, եթե այսպես ավելի գրոտեսկ անենք, որպես ապրանք չի իջեցվում, չի վաճառվում։ Այդ շատ տմանա հետեւյալի մեջ իր առաջարկները։ Ընդհանրապես քրտինքով աշխատելով փող վաստակել հեռանկարը շատ դժվար է թվում եւ շատ բարդ է թվում, որովհետեւ տարիներով պետք է աշխատես, որ ինչ-որ փոքր ձեռքբերում ունենաս։ Նիկոլ Փաշինյանը մեր հասարակության առաջարկում է կազինո գնացողի հոգեբանությամբ ապրել, այսինքն կազինո գնալու բոլոր դրական բաներն է նկարագրում, հնարավոր դրական, որի հավանականությունը ասենք 5-10% է, հա, եւ չի նկարագրում կազինոյի ողբերգական հետևանք։ Բա կազինոյի մոդելով պետություն է սարքում Նիկոլ Փաշինյանը։ Բայց կազինոյի մասին երբ որ անիրազեկ մարդուն պատմում են, այդ իր անիրազեկ մարդը գայթակղվում է։ Հա, մեկ կարող է դնի 40 շահի։ Հա, որովհետեւ այս փողերի հեռանկար, չգիտեմ։ Հիմա մենք պետքա բացատրենք, որ այդ կազինոն շատ վտանգավոր բան է, որովհետեւ կազինոն ավելի շոշափելի է, քան ասենք ինժեներական ճանապարհով բարեկեցության հասնելու քարոզը, որ մարդու գլխին կարդաս, հա։ Իսկապես այս համեմատությունը անաշխատ եկամուտը ավելի բան է, հա, ավելի Հիմա մենք ընդդիմության խնդիրը տեսեք ինչն է, որ ընդդիմությունը ճիշտ է արձանագրում, որ ուրացման մոդել է Նիկոլ Փաշինյանի ասածը, բայց ուրացման մոդելին հակադրում է մի բան, որ այլևս գոյություն չունի, մնացել է 44 օրյա պատերազմի փլատակների տակ։ Հասկանում եք, այն Հայաստանը, որը դիմադիր խոսույթում գովերգվում է, իր բոլոր թերությունները անվերադարձ գնացել է։ Դա անվերադարձ չկա։ Մեծ Հայաստան միացման կոնցեպտը, որը երրորդ հանրապետությունն եք ասում, չկա։ Ցավոք սրտի երրորդ հանրապետության հիմքում դրված ազգային պետական նախագիծը գոյություն չունի այլևս։ Հիմա մենք կանգնած ենք մեր պետության վերաիմաստավորման ճամփաբաժնի առջև, այս մարդը ուրացման մոդելն է առաջարկում, իր այդ կազինոյական շոշափելի շոշափուկներով։ Մենք պիտի այնքան սթափ լինենք, որ ռեալիստական լուծումներով առանց հասարակությանը պատրանքներ ներարկելու, հա, տանք էլի շատ ծանր լուծումների մասին զրույց պիտի ունենանք մեր հասարակության հետ։ Էլի շատ ծանր լուծումների։ Ինչ-որ բաներով արտակուստ, ինչ-որ թեզերի կարող է կրկնել Նիկոլ Փաշինյանի ասած դա, բայց
ճանապարհ են ինչ որ դու առաջարկելու ես, Նիկոլ Փաշինյանի առաջարկած կազինոյի ճանապարհը չի լինելու։ Ավելի իրատեսական։ Ավելի իրատեսական, ավելի փորձությունների։ Օրինակ ակնհայտորեն վերադարձի կոնցեպտ չկա։ Պետք չի դրանով Արցախ վերադարձի։ Իհարկե, չկա նման կոնցեպտ։ 10 տարի հետո վերադարձողել չի լինելու, որովհետև Արցախի մեր հայրենակիցները ամբողջովին ինտեգրվելու են Հայաստանի հասարակության մեջ, խնամիանալու են, ասենք, տարբեր ազգակցական նոր համակարգերը, այդ կոմպակտ չեն էլ ապրում, չէ՞ իրանք, որ իրանց բանը պահպանեն։ Ոչ էլ կարող են սեփական էթնոմիջավայրում գետոյացած ապրել։ Դա էլ անհնար։ Նու մի մասն էլ մեր երկրից կհեռանա, ցավոք սրտի, ոնց որ իդեպ հայաստանցիների մի մասը հեռանում։ Բայց արցախցիների հեռանալու հարցում նպաստելու գործոն էլ կա, էլի իշխանություն։ Հա, կարծես հատուկանում եմ։ Այո։ Հիմա, այսինքն աշխարհաքաղաքական այս турբուլենտության շրջանը 5-10 տարում չի ավարտվելու։ Այս բավականին բարդ փուլ է, հետեւաբար այդ միջազգային երաշխիքներն էլ չեն աշխատելու, որ ինչ-որ մեկը երաշխավորի, որևէ մեկն էլ չի կարող երաշխավորել։ Մենք տեսել ենք, հիմա տեսնում ենք նաև Միացյալ Նահանգների երաշխիքները, չէ՞ ինչ արժեն։ Օրինակ իր դաշնակից Կատարի։ Շատ հեռու չգնանք, որը կարող է օրը ցերեկով ռմբահարվել, հա։ Այսինքն ոչ թե Նիկոլ Փաշինյանի կազինոյի ասեղին մենք պիտի պատասխանենք ուռա հայրենասիրական ասեղով։ Այդ ժամանակ ժողովուրդը իրան է հավատալու, որտեղ իր ասացի մեջ շատ շոշափելի բաներ կա։ Այդ ներդրումի մասին զրույցը, լավ ապրելու, թուրքերի հետ առևտուր անելու եւ այդ շատ շոշափելի բաներ են։ Դա նայած ինչի հաշվին է լինում, բայց շատ շոշափելի բաներ են։ Եկո ընդդիմության խոսույթի մեջ ոչ իրական բաներ են, որտեղ ժողովուրդը հասկանում է, չէ՞ որ Նարեկ Գալստյանը, Սուրեն Սուրենյանցը, Լևոն Զուրաբյանը, Իշխան Սաղաթելյան ով էլ երկրի ղեկին լինի, Ղարաբաղը հետ չի բերվելու։ Ղարաբաղ վերադարձը իրական չի։ Կամ Ղարաբաղ վերադարձը հնարավոր է բացառապես ու միայն պատերազմի միջոցով։ Հետևաբար օրինակ մենք շեշտը պիտի դնենք այնպիսի դաշնակցային համակարգի ձևավորման վրա, որ շատ իրական խնդիրներ կարողանանք լուծել։ Օրինակ Հայաստանի դեօկուպացիայի խնդիրը։ Պարզ է, այդ դաշնակիցն էլ ինչ-որ բան է քեզանից ուզելու դրա դիմաց։ Օրինակ Հայաստանի ազգային պետական ինքնությունը կասկածի տակ չդնելը։ Օրինակ իսկապես առանց ցնցումների 40-50 տարվա պաուզան, որը քեզ ազգային նոր վերածննդի հնարավորություն կտա։ Այսինքն շատ իրական բաների վրա պիտի դնենք, անդառնալի կորուստներ ենք մենք ունեցել, որ վերադարձնել հնարավոր չի։ Կա Արցախն է, նույնիսկ Գորիս Կապան ճանապարհը հավատացեք։ Այսինքն բաներ կա, որ մենք կորցրել ենք անդառնալիորեն։ Մենք պիտի հասկանանք, որ առանց երրորդ հանրապետության ազգային պետական նախագիծը ուրանալու պիտի կարողանանք նոր նախագիծ առաջարկել, որը նրա ուրացում չի, բայց նոր իրականության անտեսում էլ չի։ Հիմա տեսեք, մենք երկու կետից հետ Հայաստանը չի կարող գնալ։ Մեկը 2020 թվականի նոյեմբերի 9-ն է, մյուսը 2018-ի իրադարձություններ են, որոնք ոմանք հեղափոխություն են կոչում, ոմանք հեղաշրջում են կոչում, ինչ կուզեք։ Այդ երկու կետից հետ Հայաստանը վերադարձ չունի։ Ցավոք սրտի, դրանք շրջադարձային իրադարձություններ են, գուցե փոխկապակցված նաև։ Այսինքն այն Հայաստանը, որ մենք խոստանում ենք վերադարձնել մեր հասարակությանը, այդ Հայաստանը գոյություն չունի։ Այդ Հայաստանից նոր ռազմավարության այո, այդ Հայաստանից մնացել է եռաբլուրը, որը մենք պիտի աշկի լույսի պես պահպանենք, այդ Հայաստանից մնացել են մեր պետության խորհրդանիշները, հռչակագիրը, որը էլի պիտի աշկի լույսի պես պահպանենք, մնացած բաները, այդ հռչակագրին, մյուսին մենք պիտի կարողանանք նոր բովանդակություն հաղորդել, առանց իրանց դեմ ոտնձգելու։ Շնորհակալ եմ շատ։ Ես էլ եմ հրավերություն ունելու շատ հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրն էր քաղաքագետ, դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը։